Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ դիմավորում ենք մեր այսօրվա հյուրին, երգիչ Արիկ Դումիկյան։ Լույս առավոտը, ինչպե՞ս եք։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Եղել է որ ձեր առավոտը այսպես ճոխ սկսվի։ Չէ, այսօր ամենևի ճոխ առավոտն է։ Իրականում մեր տոնական մթնոլորտը այսօրվանից է հենց սկսվել, այսպես գեղեցիկ, աուրայում, մթնոլորտում։ Ձեզ համար ինչ է ամանորը։ Ձեր տարեդարձը։ Այո, առաջին իմ տարեդարձն է։ 31-ին է հենց նրա տարեդարձը, դեկտեմբերի 31-ին խառը տոլմայա բլինչիկային օրը մի տեսակ խմորեղենային անուշ բույրով։ Այո։ Իմ համար ուրախ տոն է, ոնց ու բոլորիս համար։ Իմ համար ավելի շատ ուրախ տոն է, քան որ իմ ծննդյան օրն էլ այդ օրը։ Մի քիչ տխուր օր է։ Այն պահով որ չեմ նշում ծնունդս, չի ստացվում։ Ոնց ասեք այդ սալատա, բլինչիկա, սա տնից կխառնեն։ Իդեպ իմ ծննդյան օրն էլ դեկտեմբերի 30-ն է, այնքան լավ եմ ձեզ հասկանում, հատկապես փոքր ժամանակ մոռանում եմ ես։ Ես ուզում այս խնդիրներից իմ կյանքում ընդհանուր առմամբ այս խնդիրներն այս մասշտաբն ունեն, դա հետևաբար ես ձեզ փոփում եմ, ողջ ազգն է ձեզ նշում, ողջ post-սովետական երկրներն են ձեր ծննդյան օրը նշում, իսկ դուք այսպես տխրում եք։ Չէ, տխրում եմ մենակ միայն այն պահով, որ չի ստացվում կազմակերպես, որ հենց այդ օրը նշես քո հարազատին ընկերների հետ, դե պարզա որ սա իրանց տնեցի քետ են այդ օրը նշում, բայց դե ոչինչ։ Դուք այն երկարվեստի ներկայացուցիչն եք, որ ձեր երաժշտությունը այն տեսակն է, որ մարդիկ միշտ այսպես ուրախ, երջանիկ, հետևաբար դուք շատերին երջանկացնում եք եւ շատերի ծննդյան օրերին ներկա եք լինում։ Ինչ նորություններ ունեք մեզ համար 2026 թվականին, ինչ սպասի ձեզնից հեռուստադիտողը, ձեր երկրպագուները, հանդիսատեսը։ Ամփոփելով 2025-ը նաև, որովհետև ունեցել եք բազմաթիվ անհամար դիտումներ, այսպես սրընթաց, արագընթաց կասեի նաև։ Հա, ճիշտ ասած 2025 թիվը շատ լավ անցավ, շատ պրոդուկտիվ էր, եղբորս մենահամերգ եղավ մարզադաշտում, այո։ Լավ պրոյեկտներ ենք ունեցել, դեռ 26 թվականին շատ նպատակներ կան, շատ պրոյեկտներ կան, որը որ հունվար ամսից տոներից հետո սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ։ Լավ երկեր կան, հայերենի երկեր։ Նաև ռուսալեզու։ Նաև ռուսալեզու, այո, քանի որ իմ լսողը հիմնական Ռուսաստանից է, ռուսախոս է, դրա համար այնպես եմ անում, որ համ հայերենի, Հայաստանի հայերը լսեն իրանց այդ ուրը գա եւ ռուսախոս հայերը։ Լինելու են արդյոք ինչ-որ զուգերքեր, նույնիսկ դուետներ, սպասենք 2026-ին։ Էդ է կա, բայց չեմ կարող ասել։ Դեռ անակնկալ լինի։ Անակնկալները այո։ Լինելու է անպայման։ Իսկ ձեր հիշած ամենահետաքրքիր անակնկալը օրինակ տարեմուտի նոր տարվա ո՞րն է եղել։ Իմ։ Այո։ Դասիկ դարը ջանս բան եղան։ Կլինի մանկությունից անգամ։ Չէ, իմ մոտ մի հատ ուրիշ պահ ա եղել, որ նոր լավ հիշեցիք ու ասիք նվեր, իմ կյանքում ունեց նվեր եմ ունեցել իմ ծննդյան օրը։ Բա ասում եք, չեք հիշում տխրությամբ։ Կողնորոշում եք էլի ես հիշում։ Հա, դա չէ, դա ոնց էս կարա մոռան, դա ջանս բան եղել։ Ես 3 հատ երեխամ եմ։ Օ, հասցրել եք։ 3 երեխա։ Մի աչքով ես նայում, ես չեմ ոնց ես մի աչքով նայում։ Շուտ ես ամուսնանում, այդպես է։ Քանի տարեկանում եք ամուսնացել։ 22։ Դուք եւ մեր Կարենը Մոլիտվին քույր քաղաքներ եք, նա էլ այսպես հապճեպ արագ մեզ այսօր պատմում էր։ Իհարկե, 3 երեխա ունեք։ Մեծ աղջիկս 12 տարեկան է։ Ձեր կյանքի կարևորագույն առաքելությունը իրականացրած է։ Այո։ Ինչ եմ ասում, նվերի հետ կապված։ Դե որ 2 հատ աղջիկ ունեմ, դե լուբոյ հայ տղամարդը տղա է ուզում ունեմ։ Բայց դուք արքայա դուստրեր ունեք։ Երրորդ երեխուս մասին իմացել եմ սյուրպրիզով անակնկալ։ Գենդերպաթիան ասում չէ։ Այո, սերի բացահայտման երեկույթ։ Այո, ես գիտեմ որ մենք սպասում ենք երրորդ երեխային, բալիկին, բայց չգիտեի տղա է թե աղջիկ ու կինս տունը ծնողներիս մեր ընտանիքի հետ գենդերպաթիա են կազմակերպել։ Ես եկել եմ տուն, դե արդեն գիշերվա 31-ն է, 12 անցել է, 30-ից 31-ն է։ Դե ամեն տարի գիտեմ, գալիս եմ տուն, երեխեքը փուչիկ, մուչիկ, պապա, ծննդաշնորհավոր, փչում եք, մտնելով, բացում եք պրծա։ Ձեզ համար օրակարգային շարժվում եք։ Հերթական նույն բանը։ տեսարան։ Որ բացեցի այնտեղ արդեն այդ ինֆորմացիաներ, այնով հուզվել եմ, որ տղա է։ Հայկական ավանդույթների շարունակումը։ Իմ համար
Բայց արդյոք աղջիկը ուրիշ համ չունի։ Մենք երկու հաղորդավարուհիներով այսպես կանանց իրավունքների իրավապաշտպան Թերեզա Ավետիսյան։ Իմ աղջիկն է, այ տենց է մեկ։ Տեսնում եք, արդեն երբ երկու սեռերն են լինում են, եկեք այո, իրականում կապ չունի աղջիկ, թե տղա երեխան է, նրանք մեր հրաշքներն են, այո, թող բոլոր բալիկները, հատկապես նոր տարվա նախաշեմին իրենց կան ջերմության, քնքշանքի, բարության մեջ իրականում ու լինեն անսահման առողջ։ Այդ ձեր բալիկների համար դուք ինչպիսի ձմեռ պապ եք։ Շատ լավ ձմեռ պապ եք։ Տարի 12 ամիս։ Առանց ձմեռ պապ։ Դաժե ինձ ասում է դա հերի կամ դե չես տենում մի շատ արավոր իրանց մի քիչ խելոք պային դու չես կարող երեսը շատ տալի ինքը չարնա կամ էս դուրս է գալու եթեր դուք եք ունեք գնալու երկին դեռ պիտի գնա եկա չասեք այս հաղորդավարուհիները այ բոլնի նորմալ է ինքը դա ասում ջղանացի ասում եմ երեխեք լսուս մնացեք ցենց եմ աշկով ասում բալես նորմալ է այս հարցերը գուցենք լե տեսախ ես այն մտքին եմ որ եթե աստված տալիս է ունես այդ հնարավորությունը երեխային պտնու եթե կարաս քո երեխային ուրախացնես խիչ անես թե նվերա թե կապ չունի ես այդ մտքով եմ ապրում իմ աշխատանքն էլ իմ ընտանիքի համար է իմ երեխեքի համար դրա համար միշտ ուզում եմ երեխեքից այն անակնկալներ անեմ ամեն տարի մեծ աղջիկաս մանավանդ ինքը այդպես շատ էմոցիոնալ աղջիկ է միշտ հուզվում է այդպես անակնկալներից ամեն տարի իր ծնունդին Просто так չեմ շնորհավորում։ Ինչու՞ այտենց սյուրպրիզով անակնկալներ եմ պատրաստում։ Հենց մի օրվա մեջ կարող եմ միտք կասեմ, սենց պետք է շնորհավորենք։ Ու այտենց միշտ սիրում եմ։ Անդրադառնանք մի փոքր ստեղծագործական ձեր ուղուն, որտեղից սկսվեց այս մոտ այդ միտումը, քանի տարեկանից եք առհասարակ սկսել երգել։ Դե ճիշտ ասած մեր ընտանիքը երաժշտական ընտանիք է, մանավանդ իմ հորս կողմից, պապարս, հայրս պապի սովորմացի երկու բարի մեջ եք մեծացել բոլորս երաժշտական են բայց իրանք երկիշ չեն եղել իրանք երաժիշտ են երաժշտությունը միշտ հնչել է մանկությունից Այլընտրանքային տարբերակ չեք ունեցել հա ուրիշ տարբերակ չկար չեն կարող Եվ արիք ես ուզում եմ դառնամ բժիշկ կցնցվեին տանը մշակութային շոկի ենթարկվեին դե մանկությունից տունը երաժշտություն ա եղել եղբայր Արկադին ինքը մանկությունից 5 տարեկանից կոնկրետ դահոլ էր նվագում, հետո սկսել է դուդուկ նվագել։ Ես այտենց մի քիչ չէ ջոգում։ Դահոլն եմ երկուսից ուսում։ Հիմնական տենց ավելի տենց լուրջ սկսել եմ երևի 16-17 տարեկանից, որ սիրել եմ, ասել եմ, չէ, պետք է ես իմ համար սովորեմ, երգեմ ու չեմ գնացել դասերի, երաժշտական դպրոց, չէ։ Ինքս հզնով ու առաջի արել եմ երգը ձեծիա կոչվում երեխաների մասին երգա, որը աշխատել է Ռուսաստանի շրջանում 2016-17 թվականից է։ Ու այդ վաղտվանից ես զգացի, որ ժողովուրդը սիրել է իրանց դուր է գալի իմ աշխատանքը, իմ ձայնը, ու ոնց ինձ ավելի է մոտիվացիա տվել, ու սկսել եմ այտենց ավելի լուրջ վերաբերվել եւ առաջ է տալ այդպես ասած։ Նշաձողը այսպես բարձրանում է։ Ես քիչ առաջ նայում էի դիտումները, որ 8 ամիս է անցել ձեր վերջին աշխատանքից, այսպես հրապարակված YouTube-ում եւ գերազանցել եք 2 միլիոնը։ Այդ որը երկն է, որ ես չեմ հետևում, գիտեք, չէ։ Իբր ոչինչ չի պատահել մեր կյանքում, մեկ վայրկյան։ Հասցնեմ, Այո։ Ապրեք, չէ, բայց խապում ստում եք արդեն 3 այրերի։ Ես չեմ հետևում 3 միլիոն 100,000։ Ես չեմ հետևում 3 միլիոն 100,034 դիտում եւ մեկնաբանություններ։ Տպավորություններն ինչպիսին են, որ այսպես սրընթաց աշխատում են։ Եվ մի հետաքրքիր հարց նաեւ մտավախությունների մասին, այսպես օրինակ դուք հիմա prime time ասված գոյություն ունի։ Երբ աստեղային լավագույն ժամն է, հետագայում ինչպես եք պատրաստում այսպես տեմպի մեջ մնալ երաժշտական եւ դիտումների։ Ես չի ասի, որ ես գիտեք ոնց ես գտնում եմ ճիշտ որ դու չպետք է ասած արխայնանես թե всё տեմպի մեջ եմ, չկա տես բան։ Բոլորն այսօր տեմպի մեջ են, պետք է միշտ աշխատես, միշտ անես ու իմ համար էս պրասմոտրն է, տենց ասած։ Այդքան էական չեն այդ այս ինչ եմ ֆիքսել այս թվերը։ Այսինքն մի ամսում այդքան էլ լինի։ Ու եղել են երգեր իմ ռեպերտուարից, որ մի ամսում ավելի շատ ա եղել 3 եւ 4 միլիոն։ Բայց ես այս ճիշտ դրան չեմ հետևում։ Ամենասիրած երգը ձեր որն է օրինակ։ Իմ որ հոգուն էսպես կպնում է։ Այո, ձեր ստեղծագործություններից։ որը երկիս։
գովան, որին չգովան։ Որը քիչ դիտում ունի, դե ասած մտնեք նայեն։ Դե մտածում եք հեսա նաև երկելու եք։ Անկեղծ ասեմ, ես կան շատ երկեր ունեմ, մի հատ երկ ունեմ, Բոլա կոչվում, ռուսերեն է։ Ցավ։ Հա։ Ինքը ինձ շատ է դուր գալի, թե երաժշտական, թե իր բառերը, այնպես որպես պրոյեկտ ինձ շատ է դուր գալի, դաժան բոլոր ընկերները, երաժշտիժիշները, սա ինձ իրանց միտքը ասել եմ, որ ախպեր շատ լավ գործ է։ Պրոստը ինքը այդպես չի գնացել, ոնց որ մենք պատկերացնում ենք, այդ երգը մի ուրիշ ձև եմ սիրում։ Դա շատ չէ, բոլոր երգերը սիրում եմ, որ չսիրե չի։ Ձեր երեխաներն են այսպես ասած նրանք։ Հա, բայց իմ երգերը չեմ լսում։ Օ, դա ընդունված մշակույթ է, բայց ինչու։ Որովհետև մինչև դու այդ երգը պատրաստում ես, որ արդեն հրապարակես, 1000 անգամ լսում ես Անգիրեսանում օգնում եք։ Հոլովակ նկարելուց արդեն ասում ես անջատեք։ Ես խնդրեմ բավական է։ Կխնդրենք օգտվելով առիթից ընձեռված հնարավորությունից ձեր ամանորյա բարեբախտանքը եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցներին որն է ձեր համար ամենակարևոր այսպես մաղթանքը նախատոնական ամանորի շեմին։ Պատգամ։ Այո։ Ժողովուրդ ջան, բոլորին ուզում եմ շնորհավորեմ, բոլորին որ տան շնորհավոր լինի։ Գիտեք ինչ, մաղթում եմ բոլորին ու առողջություն բոլորիս, խաղաղ երկինքի տակ ապրենք ու շատ եմ ուզում որ մարդիկ բարի լինեն, որ այսօր ցավոք սրտի քիչանում է, բայց մարդը եթե բարի լինի, ամեն ինչ լավ կլինի, թե առողջականը լավ կլինի, թե ժողովուրդը լավ կլինեն։ Ինձ թվում է Դա շատ կարևոր է, բարի լինես, լավ մարդ լինես եւ առողջ։ Այս դեպքում կարող ենք ասել բարությունը կփրկի աշխարհը եւ այս գեղեցիկ նոտայի վրա իսկապես եկեք բարությամբ մի փոքր լցվենք, դա ավելի բարի, դրական լիցքերով ճանապարհենք 2025 թվականը իրականում։ Ձեզ եւս գեղեցիկ առողջ խոստումնալից 2026 թվական ենք մաղթում։ Նոր երգեր, նոր աշխատանքներ, մենք հույս ունենք արդեն մյուս ամանորյա եթերին կգաք եւ կպատմեք ձեր մենահամերգի մասին։ Մեզ էլ կհրավիրեք, կգանք, չեք հրավիրի, այսպես հերվից կնայենք եւ կհիանանք, թե ինչ հաջողություններ ունի Արիկ Դումիկյանն։ Ձայնագրում եմ, որ հրավիրեք։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, որ այսօր այսպես եկաք մեզ հյուր մեր տաղավար։ Ձեզ իսկապես բարի ընթացք, իսկ դուք սիրելի հեռուստադիտողներ մնացեք մեր եթերում։